Սիրելի հայրենակիցներ, տարելիցի արդիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին ցավոք հերթական անգամ հարկադրված ենք նաև արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության և միջազգային հանրության անդադրում ջանքերին այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել։ Հայաստանի ավազակապետական իշխանությունները բոլոր բռնապետություններին հատուկ ցինիզմով չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե սեփական երկրի քաղաքացիների պահանջների, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների և թե նույնիսկ միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի, Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության ընդունած բանաձևերի ու հայտարարությունների վրա։ Նման պահվածքով նրանք ըստ էության բացի բաց հայտարարում են. շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակահարել ենք։ Պետք լինի էլի կանենք։ Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետև եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն ու պատժեր մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցները այլևս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին և բռնապետությունը պարզապես կփլուզվեր։ Բոլոր բռնապետություններն էլ բնազդաբար ձգտում են մոռացության մատնել իրենց գործած ոճրագործությունները և Հայաստանի ավազակապետական վարչախմբի վարքագիծը այս իմաստով ամենևին բացառություն չպետք է համարել, եթե նկատի ունենանք այն ահռելի ջանքերը, որոնք վերջինս գործադրում է հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու, պարտակելու և հասարակության հիշողությունից իսպառ ջնջելու ուղղությամբ։ Ուստի հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ոչ հոկտեմբերի 27-ի, ոչ էլ մարտի 1-ի ոճրագործությունները չեն բացահայտվելու և դրանց բուն կատարողներն ու կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սակայն այս դառն իրողության հաստատումը ամենևին չի նշանակում, թե հասարակությունն ու ընդդիմադիր ուժերը պետք է հուսահատվեն ու թևաթափ լինեն դրանից, այլ ընդհակառակը պարտավոր են բազմապատկել իրենց ջանքերը չդադարող զանգվածային միջոցառումների և հետևողական օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լիակատար արդարադատության հասնելու նպատակով։ Քանզի, լավ լսեք, մոռանալ նշանակում է ներել, իսկ մոռացված, հետևաբար ներված ոճրագործությունը որպես կանոն ծնում է նոր ոճրագործություն։ Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից։ Եվ Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր, թե ով է այսօր հիշում հայերի բնաջնջումը։ Պետք է հստակորեն գիտակցել հետևյալ պարզ իրողությունը, որքան էլ ինքնավստահ, որքան էլ ամբարտավան, որքան էլ դաժան, բռնապետությունը անհանգստանում, զայրանում և նույնիսկ սարսափում է, երբ նրան հիշեցնում են իր գործած ոճիրներն ու հանցանքները։ Հետևաբար, երբ հասարակության ոչ մի պահանջ տեղ չի հասնում, իսկ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տապալվում են, ապա վերջիններիս ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք, այն է չմոռանալ և գիշեր ցերեկ հնչեցնել վարչախմբի գործած ոճիրներն ու հանցանքները
իմացեք, նրանք գիշերները չեն քնում, երբ որ մենք չենք մոռանում։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը նկատի ունենալով, այժմ ես ուզում եմ ձեր առջև հանդես գալ հետևյալ գործնական առաջարկով։ Այն է, հանրահավաքի մասնակիցների անունից մարտի 1-ը հռչակել 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաև ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ այդ օրը Հայաստանի Հանրապետության պետական տոների և հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար։ Այժմ այս առաջարկը դնում եմ քվեարկության, ովքեր են համաձայն։ Հաշվել հնարավոր չէ։ Դեմ չկա, ձեռնպահ չկա, ուրեմն արձանագրում եմ։ Որոշումը ընդունված է 2015 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի կողմից։ Իհարկե կասկած չկա, որ ազգային ժողովի հանրապետական մեծամասնությունը իր սովորության կամ վերևից իջեցված հրահանգի համաձայն կտապալի նաև ընդդիմության այս նախաձեռնությունը։ Սակայն դա այլևս որևէ նշանակություն չունի, քանի որ ժողովուրդը հանձինս ձեզ միաձայն որոշմամբ արդեն հռչակել է հիշատակի և բողոքի այդ օրը։ Եվ ընդհանրապես պետք է նկատի ունենալ, որ ազգային տոները, հիշատակի օրերն ու սովորույթները իրականում ոչ թե պետությունը կամ եկեղեցին են սահմանում, այլ ժողովուրդը ինքը։ Որքան էլ սովետական տոտալիտարիզմը փորձեց իր հպատակների վզին փաթաթել սեփական կուռքերի, Լենինի, Ստալինի, Բուդյոնն ու Պավլիկ Մարոզովի պաշտամունքը, հայ ժողովուրդը նախ լռելի այն, ապա աստիճանաբար բացահայտորեն նախապատվությունը տվեց իր ընտրած հերոսներին, Անդրանիկին, Նժդեհին և այլոց։ Խորհրդային վարչակարգը չկարողացավ նաև իր ամենակարևոր պետական տոները նոյեմբերի 7-ը և մայիսի 1-ը պարտադրել հայ ժողովրդին, որի գլխավոր տոները շարունակվեցին մնալ ծնունդը և զատիկը։ Անգամ քրիստոնեության նման հզորագույն մի ուսմունք ի վիճակի չեղավ հայ ժողովրդի միջից արմատախիլ անել մի շարք հեթանոսական տոներ ու սովորույթներ, վարդավառ, տրնդез, մատաղ և այլն, և հայոց եկեղեցին ստիպված պաշտոնականացրեց դրանք, որոշ չափով բնականաբար հարմարեցնելով քրիստոնեական դավանանքին։ Այս ամենը ձեզ կարող է շատ հեռավոր ու վերացական թվալ, ուստի ես կփորձեմ ձեզ ներկայացնել նաև այդ երևույթի ավելի թարմ ու կոնկրետ օրինակներ։ 1967 թվականին Ուջանի բնակչությունը գաղտնաբար մեկ գիշերվա ընթացքում գյուղի հրապարակում կանգնեցրեց Անդրանիկի արձանը։ Խորհրդային իրականության համար աներևակայելի ու խելահեղ մի մտահղացում։ Դրա համար կարող էին մարդկանց սիբիրներ ուղարկել, գնդակահարել։ Անակնկալի եկած իշխանությունները թեև փորձեցին կազմաքանդել արձանը, բայց հանդիպելով գյուղացիների դիմադրությանը ճարահատյալ հաշտվեցին կատարված փաստի հետ, ինչից հետո Ուջանը դարձավ Հայաստանի ամենահայտնի ուխտատեղիներից մեկը։ Արձանի տեղադրումից մի քանի օր անց, անձամբ ես իմ դասընկեր Անդրանիկ Ալաջաջյանի հետ Ուջան եմ այցելել մոտորոլերով։ Հաջորդ օրինակը։ Ապրիլի 24-ին դեպի Եղեռնի հուշարձան ավանդական քայլերթն ու պսակադրության արարողությունը նախաձեռնել են ամենևին ոչ թե իշխանությունները, այլ Երևանի պետական համալսարանի հայ մշակույթի ուսանողական ակումբի անդամները, որոնց կազմակերպած առաջին երթն ու պսակադրությունը
տեղի ունեցավ 1967 թվականին, երբ դեռևս չէր կատարվել անգամ Եղեռնի հուշարձանի պաշտոնական բացումը, որը կայացավ միայն հաջորդ տարի։ Եվս մեկ օրինակ, այս հրապարակը, որը նախկինում կոչվում էր թատերական կամ օպերայի հրապարակ, Ազատության հրապարակ անվանակոչվեց 1988 թվականի փետրվարյան ցույցերի ու հանրահավաքների ժամանակ, եւ այսօր կարծեք թե ոչ ոք չի վիճարկում այդ անվանումը։ Ուրեմն, քանի որ անձինս ձեզ ժողովուրդը, ինչպես իմ թվարկած այս նախորդ դեպքերում կայացրել է իր որոշումը, այսուհետև մարտի 1-ը 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օրն է, անկախ այն բանից, թե այն ընդգրկվել է պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում, թե ոչ։ Ուրեմն իմացեք, 1000 տարի անցնի, եթե բոլոր մեղավորներն պատժվեն, ծնողներն ստանան իրենց բոլոր հատուցումները, միևնույն է, այս օրը մենք հավաքվելու ենք այս հրապարակում։ Դա արդեն միայն այդ զոհերի խնդիրը չէ։ Պետությունները միշտ էլ ժողովրդի նկատմամբ բռնություններ են կիրառում, եւ մենք այդ օրը պետք է հնարավորություն ունենանք այդ բռնությունների դեմ բողոքելու, մեր ցածումը արտահայտելու։ Հարգելի ներկաներ, ելույթից հաջորդ թեման, որ ես համարում եմ տվյալ պահի ամենակարևորներից մեկը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հարուցած մտահոգությունն է։ Այդ խնդրին ես անցած ամիս անդրադարձել եմ 2 անգամ եւ նույնիսկ հրապարակային բանավեճ եմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Մանրամասների մեջ չմտնելով, որոնք դուք կարող եք գտնել իմ վերոհիշյալ հրապարակումներում, ես այժմ ուզում եմ կենտրոնանալ միայն հռչակագրի ամենավտանգավոր դրույթի Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական կտրուկ շրջադարձի վրա։ Ինչպես հայտնի է, 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ եւ բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն։ Եվ պատահական չէ, որ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանին։ Ընդ որում, սա միայն իմ կարծիքը չէ, ժամանակին այս ակնհայտ իրողությունը արձանագրել ու գնահատել են ոչ այլ մարդիկ, քան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ 1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրը ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու խայտառակ պարտադրանքը։ Միաժամանակ Քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում։ Մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից եւ Արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրով արդ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը իր բոլոր հայտնի բաղադրիչներով Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մնացյալ վայրերում 15 թվականին բնակված հայերի հետնորդներին հասանելիք նյութական եւ բարոյական վնասների հատուցում, անհատական եւ համայնքային սեփականությունների վերականգնում, հայերի զանգվածային վերաբնակեցում իրենց նախնիների հայրենի օջախներում եւ վերջապես Հայաստանի տարածքի ընդլայնում Սևրի դաշնագրի եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գծած սահմանների շրջանակում։
Ես հենց իրատեսությունից պահանջատիրություն անցումը նկատի ունեի, երբ 1998 թվականի փետրվարի 3-ի հրաժարականի իմ ուղերձում նշում էի, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արձարծումը ընդամենը պատրվակ է, խնդիրը շատ ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների հետ։ Թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, կարծում եմ դժվար չի կանխատեսել։ Հռչակագիրը, եթե ոչ անպայման աղետաբեր կլինի մեզ համար, ապա առնվազն լուրջ խնդիրներ կառաջացնի արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններում, որոշակի խնդիրներ հարուցելով մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում։ Մտավախություն կա նաև, որ խնդրով առարկա անհաշվենկատ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։ Գիտեմ, որ ինձպես մտածողները քիչ չեն, բայց զարմանում եմ, թե ինչու են լռում։ Ուր են երջանկահիշատակ Ռաֆայել Իշխայանի հետևորդները։ Ինչու չեն խոսում։ Միթե վախենում են, որ իրենց թուրքամետի կամ ազգի դավաճանի պիտակ կփակցնեն։ Ինչու 1980-90 թվականներին չէին վախենում այդ նույն մարդիկ, երբ ողջ Ղարաբաղ կոմիտեն, հայոց համազգային շարժումը կրծքով ու հպարտությամբ պաշտպանում էին ազգայնական խավարամտությունից դուրս գալու և հարցերին պետականության դիտանկյունից վերաբերվելու տեսակետը, համոզված լինելով, որ առողջ ազգայնականության բարձրակետը անկախ պետականության կայացումն է և ուրիշ ոչինչ։ Դրանից հետո ամեն ինչ պետք է ծառայացվի այդ պետականության շահերին։ Երբ սփյուռքահայ մեր համախոհներն են լռում, դա ինձ համար միանգամայն հասկանալի է, որովհետև նրանց պարագայում այդպիսի տեսակետ արտահայտելը իսկապես վտանգավոր է։ Նրանցից ոմանք ինձ իրենց համերաշխություն են հայտնել խորհրդապահական նամակներով, գաղտնի նամակներով և խնդրելով որևէ դեպքում դրանք չհրապարակել։ Տեսեք ինչ դարում ենք ապրում, մարդիկ վախենում են իրենց կարծիքը բացահայտ արտահայտել։ Ես բոլորովին մտադրություն չունեմ կշտամբելու այդ մարդկանց, քանի որ նրանց աչքի առջև է հրանտ դիմքի արժանապատիվ ու խիզախ մի անձի տխուր օրինակը, ով իր սկզբունքներին հավատարիմ լինելու պատճառով դարձել էր թե թուրք, հավասարապես, թե թուրք, թե հայ ազգայնամոլների ատելության թիրախը, մինչև որ չնահատակվեց թուրք ոճրագործի ձեռքով և չհերոսացվեց ու ձոների չարժանացավ իր իսկ նախկին հայ քննադատների կողմից։ Ես անուններ չեմ տալի, դուք շատ լավ գիտեք ու մասին եք խոսում։ Այդպիսիք կային և Հայաստանում, և Սփյուռքում։ Հիմա նույն այն մարդիկ, որոնք դինքին համարում էին թուրք, թուրքասեր, չգիտեմ, ազգի դավաճան, դարձրել են ազգի հերոս։ Ինչու՞, որովհետև թուրքի ձեռքից է սպանվել։ Եվ այդ մարդկանց սրտին յուղ է իջել, որ հաստատվել է իրենց թուրքը մնում է թուրք կարգախոսը։ Բայց թուրքը ինչ պիտի մնա։ Թուրքը պիտի մնա թուրք, հայը պիտի մնա հայ, ֆրանսիացի պիտի մնա ֆրանսիացի։ Բան են գտել, մեծ իմաստություն են տեսնում այս խոսքի մեջ։ Ի տարբերություն շատ շատերի, տասնամյակների ընթացքում ես իմունիտետ եմ ձեռք բերել։ Եվ քննադատությունից զգուշանալու կամ լրացուցիչ պիտակավորվելու մտավախություն չունեմ, քանզի քննադատներից կողմից արժանացել են բոլոր հնարավոր պիտակներին։ Նրանց երևակայություն չի բավարարի նորը գտնել։ Էլ կոսմոպոլիտ, էլ պարտվողական, էլ հրյամասոն, ժիդամասոն, էլ ազգի դավաճան, էլ թուրքամետ, էլ թուրքասեր, էլ նույնիսկ թուրք և այլն։ Եվ այս բոլոր օրհնությունները, որոնց համար շնորհակալ եմ, ստացել եմ հետևյալ մահացու մեղքերիս համար, որ իբր տեղյակ չեմ եղել Շուշիի ազատագրմանը, ինչը տեղի է ունեցել ի հետուկս ինձ։
որ չեն զարգացրել 93-94 թվականների պատերազմի հաջողությունները, արգելելով գրավել Բաքուն և Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել։ Բասրանից ավելի լավ ազգի դավաճան, որ չեն զարգացրել ասացի սա արդեն, որ հայկական կողմի հաղթանակած պահին համաձայնել եմ կնքել 94 թվականի մայիսի զինադադարը, ևս մի մահացում էր, որ Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր եմ համարել միայն խաղաղ բանակցություններում ձեռք բերված բանական փոխզիջումների միջոցով, որ հետևողականորեն ու շարունակաբար հետապնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, որ պնդել ու հիմա էլ պնդում եմ, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանը բարդություններով հղի մեր տարածաշրջանում տնտեսական զարգացման և անվտանգ գոյության հեռանկար չունի, որ այսօր էլ ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը քննադատելով չուզողություն եմ անում և խափանում եմ ծովից ծով Հայաստանի կերտման համարյա թե կպած գործը։ Ահավոր մեղքս եմ խոստովանելու, փառք Աստծո, որ քննադատներիս երևակայությունը առայժմ չի բավականացրել ինձ մեղադրելու նաև ավարայրի ճակատամարտը տալու համար։ Թեկուզ այս միակ դեպքում ես ալիբի ունեմ, քանի որ 451 թվականին այնքան էլ ծնված չեմ եղել, բայց դա նույնպես կարող է չօգնել ես երկրում, որովհետև եթե շատ ցանկանան, հեշտությամբ ծննդականս էլ կկեղծեն, և ազգային ժողովի հատուկ օրենքով կվավերացվի այդ կեղծիքը։ Սիրելի բարեկամներ, հասկանում եմ, որ օրվա խորհրդից բացի ձեզ ամենահետաքրքրող հարցեր այսօր կապված են Հայաստանի վերջին շրջանի բուռն քաղաքական իրադարձությունների, Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ գործադրված վայրագ հաշվեհարդարի, ընդդիմության հետագա ծրագրերի և ընդհանրապես ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումների հետ։ Ձեզ ուշադրություն շարունակում ենք։ Ուրեմն հասկանում ենք, դուք այսօր ինչ եք սպասում այն հարցերի մասին, որ ես խոսեցի։ Իմ ընկերները արդեն ձեր հարցերին որոշ չափով պատասխանեցին, ես ուզում եմ ասել հետևյալը միայն։ Ձեր բնական սպասումը հասկանալով հանդերձ, ես զերծ կմնամ այդ հարցերի մանրակրկիտ լուսաբանումից, որովհետև իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ երկար մտորումների և հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում։ Հուսով եմ, դուք էլ ձեր հերթին ըմբռնումով կմոտենաք իմ քայլին, քաջ գիտենալով, որ ես հափշտակ դատողություններ անելու և ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորություն չունեմ։ Նույն նկատառումով, ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ ազգային կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու և պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։ Ըստ այդմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջիկա 2 ամիսները հագեցած են լինելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով, որոնց խանգարելու մտադրություն մենք բացարձակապես չունենք, կոնգրեսի ղեկավարությունը որոշել է միառժամանակ առնվազն մինչև ապրիլի 24-ը զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից։ Ի դեպ, պետք է ավելացնել, որ նշված նկատառումներից բացի, կոնգրեսի կայացրած այս որոշմամբ նաև վաղուց հասունացած մի կարևոր հարցի լուծման բացառիկ հնարավորություն է ստեղծվում, ինչի մասին ուզում եմ խոսել մի փոքր ավելի մանրամասնորեն։
Նախ եւ առաջ ձեզ ազնվաբար տեղեկացնում եմ, եթե իհարկե դեռ տեղյակ չեք, որ Հայ ազգային կոնգրեսին առայժմ չի հաջողվել հասնել իր գլխավոր նպատակներին՝ իշխանափոխությանը եւ ավազակապետության կազմաքանդմանը։ Շատերը դա բացատրում են այն հանգամանքով, որ մենք խարդախությամբ սեփականաշնորհել ենք ընդդիմության դաշտը, որի մեջ դուք եք մտնում, այսինքն ձեր բոլորին մենք սեփականաշնորհել ենք, դրանով խանգարելով մեզանից շատ ավելի ունակ քաղաքական ուժերին ու կարկառուն գործիչներին կարճ ժամանակում իրականացնել այն, ինչ մենք չենք կարողացել անել ավելի քան 7 տարիների ընթացքում։ Այդ պատճառով նրանք գուցե իրավացիորեն իշխանափոխության փոխարեն առաջ են քաշել հրատապ ընդդիմափոխության խնդիրը։ Այսինքն նրանք ուզում են ձեզ մեզնից գնել։ Մեթոդաբանորեն դա սխալ մոտեցում չէ, ճիշտ են մտածում, որովհետև եթե ինչ-որ բան խոչընդոտում է հիմնական խնդրի լուծմանը, ուրեմն նախ պետք է վերացնել այդ խոչընդոտը եւ հետո միայն անցնել բուն գործին, մանավանդ որ ընդդիմափոխությունը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան իշխանափոխությունը։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է ամենաազնիվ մղումներով եւ բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով գիշեր ցերեկ հայոյել, վարկաբեկել, զրպարտել հիմնական ընդդիմությանը, իսպար կորցնելով մարդկային կերպարանքը, ցնծալ ու հրճվել վերջինիս նկատմամբ վարչախմբի կիրառած բռնություններից եւ քաղաքական դաշտի թվացյալ ամայացման պահին բարձրանալ այս հարթակ ու ժողովրդին տանել իրենց հետևից, որից հետո նախկին ընդդիմությունը վայրկենապես կչքանա սպարեզից եւ իշխանափոխությունը շախմատային լեզվով ասած կդառնա ընդամենը տեխնիկայի հարց։ Սա ուրեմն այդ ուժերի աստեղային ժամն է, որը նրանց վերջապես հնարավորություն է տալիս կատարել հայ ժողովրդի փրկության սուրբ առաքելությունը, արժանանալով ժամանակակիցների ու սերունդների անսահման երախտագիտությանն ու հավերժ օրհնանքին։ Հայ ազգային կոնգրեսը բնականաբար ոչ միայն իրավունք չունի ազգին զրկել փրկության այդ եզակի հնարավորությունից, այլև պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստել դրան։ Մենք ո մեր ազգի թշնամին չենք։ Այդ պատճառով կոնգրեսը զանգվածային միջոցառումները շուրջ 2 ամսով հետաձգելուց բացի սիրահոժար կերպով այդ ուժերին է տրամադրում մարտի 2-ից մինչև մարտի 16-ը արտոնված իր բոլոր 15 հանրահավաքները։ Վստահ եմ, որ իշխանությունները ոչ միայն խոչընդոտներ չեն հարուցի նրանց առջև, այլև ամեն ինչ կանեն այդ հանրահավաքների բազմամարդությունը ապահովելու համար։ Եվ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը։ Խնդրում եմ շատ ուշադիր լինել, ամեն բառի տակ կոդ կա։ Ուրեմն ահա այդ պլանը Դավալույից Ցախավելը հեծած 1+1 քայլեր քշուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնում են ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ եւ ստորագրում քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26 կյանքի կոչում 100-ամյակը առանց ռեժիմի կարգախոսը։ Սա Բերլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է։ Կարծում եմ հասկացողը հասկացավ, չհասկացողներին կողքինները կբացատրեն,
եւ բոլոր չհասկացողները դա շուտով այդ հաղթական երթը նաեւ իրենց աչքով կտեսնեն։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այդ նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված։ Իսկ այժմ, սիրելի հայրենակիցներ, ինչպես միշտ, սկսենք մարտի 1-ի զոհերի հիշատակի մեր ավանդական խաղաղ քայլերթը։ Շնորհակալություն։